Ողջույն, Գյուրջան փողոց, Զախից զովք, բայց անայտը չկան, հենց որ զովք չենք մտնում։ Մայիսի 30-ն է, 21 աստիճան է։ Երեկվա անձրև օտորը, երեկ չառաջորվա անձրևը իրանց գործը արեցին։ Աղքին հովացավ։ Այսօր քաղաքը մի ծայրից պետք է գնամ մյուս ծայր, երկու տեղ գործ կա, մի հատ հիմա գնանք Դավիթ Բեկ փողոցի վրա, այստեղից կմտնենք Դավիթ Բեկ փողոց, այս հարչևի նորակառույցները հիշում եք, ահագին շատ են։ Այո, այս են նորակառույցները, այնտեղ եկեղեցին է երևում, Սուրբ Սարգիս Այս կողմերը վերջերս մի անգամ եկա, հիշում եք, այն դիմացի մայթը 7-րդ զանգված, այս հայորդաց տունն է, ու այստեղ էր, այս կամուրջից անցա, այս տաղամասը մանրամասն մանեկանք իրար հետ, լավ տեղ էր կանանչ, Դավիթ Բեկ, այս աստեղել են կառուցում, կարծում եմ բնակելի շենք, դրանից հետո էլ են կառուցում, այս արմատունա տուրաները խփել են, Այս ձախ կողմն է, այս են առանձնատների տղամասները են։ Այն է, մեքենան մտավ ես ուր գնաց։ Սա մի օր պետք է ուսումնասիրեք։ Միտեղ մենք մտել ենք, նայել ենք։ Մի հատված։ Բայց ընդհանուր սա ոնց են գնում, ինչ են անում, տեղյակ չեմ։ Մի հատ հիմնարկում կիմանամ ստեղ, մի անգամ գործ են կարել։ Դավիթ Բեկ Աչի վրա ինչ-որ առանձնատուն է, թե ռեստորանա չգիտեմ, ձախի վրա գրած է բացումը շուտով, ու մենք էլ շուտով կհասնենք նոր տանող խաչմերուկին։ Այստեղ այս սվետաֆորից եթե աչ գնաք նորք, ծելեգույչ կա, իսկ մենք գնում ենք ձախ, այնտեղ Երևանյան լիճն է, հա, երևում Վարդավարի, այգին չգիտեմ, Սարիթավը և այլն, այս թոզը նայեք, այս մեքենաների արած Թոզը, էլի փոշին, ես միշտ պատկերացնում եմ նստած է, թոզը են, որ թռնում է օդում, ուժս, ստեղ պատկերացնում եք, բաց լուսամուտով մարդ անցնի, պետք է հետ գնատուն լովանը, այստեղ գրած է Երևունի, մտնում ենք Երևունի, իսկ դեպի աչ այն մեքենան գնաց Սարիթաղ, մտանք Երևունի Ես էլ
Գաջի գործարանի խաչմերուկն է։ Այնտեղ այն սարի վրա արդեն Թողմախ գյուղ գերեզմանն է։ Այստեղ ճանապարհին էլ են դուրս եկել։ Այս մասը ինչ որնից էլիտար մաս է, այս որ ճանապարհին է դուրս եկել։ Կողմից եկա Դավիթ Բեկ փողոցն է, այնտեղ Թողմախն է, մի րոպե կանգնեցի այստեղ, շատ լավ ֆուտբոլի դաշտ է, նայեք, սա ինչ-որ մի անգամ իմացել է ես ինչ դաշտ է ումն է ոնց է, բայց չեմ հիշում, եթե հիշում եք ասեք, այնտեղ տրիբունաներ էլ է երևում, այստեղ այն մի հատ հարցնենք էլի։ Այս դաշտը ոնց է կոչվում։ Հաջան։ Էրեբունի, հա։ Տրիբունաներով բանով։ Այն է տրիբունաները։ Էրեբունի դաշտ է կոչվում։ Շատ լավ է։ Շատ որակով խոտ է։ Սաս ցենտր երեխեք են, ապագա ֆուտբոլիստներ լավ մեծ է, հələ նայեք, դարպաս համանդեղ կա, այսինքն այս ուղղությամբ էլ է կարելի խաղալ, ամեն ստեղ կա, այս ուղղությամբ էլ կարելի է խաղալ, հզոր դաշտ է, գնացինք, Ձեր դաշտի դիմացը նայեք գերեզմանները հենց ստեղ են արդեն դուրս եկել։ Են մնացած էլ որպես կանոն այդ հանդիսությունների սրահները այդ մայթում։ Այս ժալյուզի արտադրամասը նկարել եմ մի անգամ բավականին մանրամասն, մենք ժալյուզի ենք ընտրում այդ ժամանակ, ստեղ մի հատ լավ սիրեն կար, չէ՞ ոնց որ, սա բալը, սա էլ էր գեղեցիկ ծաղկում, ժալյուզի, հիշում եք Անահիտը մի անգամ ասեց վերջերս, շերտավարակույր ինչքան դիպուկ խոսք է, հավանել էր շերտավարակույր, Այ մոռացա աշխատողներին հարցնում, ժալյուզի խոսքը ինչ է գիտեն, այնքան զբաղված էին խեղճերը մտքովս էլ չանցավ, ես են սաունան է, դիպուկ անունով, էլի, Ռոբինզոն, հեռախոսի համարով, Շատ զբաղված էին, ասեցին 6-ից շուտ չենք հասցնի։ Հիմնականիստ է։ Հա ոչինչ, 5-20 ապակաս։ Սենց Դավիթ Բեկ փողոց։ Այնտեղ ինչ-որ հապոններ են, եսին ինչա գործարան են քանդ է, թե ինչ են հարել, չգիտեմ։ Իդեպ կհիշեք այդ 90-ական թվերի պատերազմից հետո այս փողոցը սենց ծերից ծեր բեու շինանյութ էր, բոլոր այդ Ադրբեջանից բերած էլի այդ գեներալները, վաները լավ անցած ծրմի հա ժալյուզի խոսքը եթե չգիտեք ասեմ ֆրանսերեն խոսքը ու շատ հետաքրքիր է ինքը նշանակում է խանդ նախանց այս ռեստորանում եղել են
Այսինքն ոչ թե եղել եմ, այլ մի անգամ, եթե չեմ սխալվում, մտա նկարեցի մեջը։ Այ հատակից կճանաչեմ։ Հա, էս էր։ Բայց այն վաղ հատակը լավ մաքուր էր։ Թե ընդեղ էր այդ գեղեցիկ մասը։ Մի խոսքով լավ տեղ էր։ Ուստեղ էր, եթե չեմ սխալվում, մի հատ տղա հանդիպեցի, որը որսա շատ սիրում անել։ Բարև ձեզ։ Եղել եմ այս տարածքը, ուղղակի ասի վեր հիշեմ։ Մի հատ էլ աշխատող ունեիք, որսորդ էր ինքը, հա։ Ճիշտ եմ հիշում։ Դուք նոր եք, հա, երևի, հա։ Լավ։ Բլոգ ուներ որսի համը կոչվում էր։ Միշտ նկարում էր որսը։ Կարծեմ հիմա էլ ունի այդ բլոգը։ Ես էլ նոր աշխատող էր։ Լավ, մեկա մանրամասն նկարել եմ։ Գարեջուր լցնովի։ Հա, ուղղակի ռեկլամա է, ես մտածի ես բոչկայի մեջ է գարեջուրը։ Փիստակ կլներ էլի, չէ՞։ Այստեղ անցում է, եկեք ես ես անցումով օգտվեմ, անցնեմ եմ այդ։ Դե, ինչի է ժալուզին խանդ խոսքից ինձ թվում է պարզա ամուսինները, որ մի հատ էլ սաունա։ Այդ որում ասում է արևելքից է եկել այդ տրադիցիան, հա, ես այդ ստադիոնն է, հա, են էլ տրիբունան է երևում։ Ես պաստորեն ընդեղ կանգնեցի, հա, ու տենց արևելքում փագում էին, որ կանանց իրանց շտենան ուրիշները, ու ֆրանսիացիները ընդօրինակեցին, մտամ, անուն էլ դրեցին, հայ ֆրանսերեն ոնց են արտասանում, իհարկե չգիտեմ, ժալուզին, մեր Ֆրանսիայից նայողները գիտեն, ստեղ արագ անցնենք այդ մարդկանց, ստեղ դուր կա, անար թեսա, նորմար սաղ գրած է, Հմայակ Խաչատրյանի անվան մարզադաշտ, բա այնտեղ են ասեց Էրեբունի։ Ահա, այո, ես ինչքան մարդ կա տրիբունաներում։ Հա, 4 դարպասանի դաշտ է, տեսել էիք սենց դաշտ։ Բա ուր են գոլը, հա, որտեղ դարպասապակը, այդտեղ են գոլ խփում։ Սևերը սպիտակների հետ են խաղում։ Մեզ էլ բալեշիկները։ Լավ է, ավես է։ Եկեք մետեղ նստենք, ինչով ենք պակաս, չէ, մալեշիկներից
խփեց, չիմացա, բայց խփեց։ Ասաղ իմացած, գեստը սև չէր, կապույտ էր, դա Էրեբունի մարզային ակումբն է, իսկ սպիտակը Նուբարաշենն է, Նուբարաշեն մարզային ակումբը, հաշիվն էլ 2-0 օգուտ Էրեբունին։ Ես դաշտն էլ ասեցին Էրեբունի է, չնայած ես ընդեղ ուրիշ բան կարդացի, բայց խոսքով Էրեբունի մարզային ակումբի դաշտն է։ Սենց պատմություն։ 2-0, հա? Հա, ես մոտիկից գեստերը լրիվ ուրիշ գույների են։ Ու գլավը։ Հարված մի հատ էլ։ Այո, հլետես է, հրկեց իրավիճակը, ոյ, հլետես եք, առաջի տայմը պրծավ, իգերը չիլինգարան կասեր խավտեն, առաջի խավտեն պրծավ, տենց եք չաս, չնայեց այ մարդն թվիչում է, հենց արակ, հա, լետես է, եկավ, այ մարդես, դուք լավը, դարավ 3-0 դիմիջայլոց հաշիվը, իրական հանդիպում է, դրա համար դատավորություն են անկնում նստած մարզիչներն են անում։ Հետո, ադը, 4-0 դարավ։ Կեղջերը գորում էին Նուբարաշենը մի հատ էլ գոր ստացավ։ 4-0, և ոչինչ, ընկերական հանդիպում է։ Հիմա ստեղ նայեք ժողովուրդ, այս ձողից են կողմ մարզիչներն են նստած ու ինձ ասեցին, որ ընկեր Ազատը լեգենդ է, ողջույն։ Հիմա ես անցնեմ ձողը, կարելի է մարզիչների մոտ գալ, մի հատ իրար հետ մի թեթև զրուցենք։ Շատ նախանձելի գործ եք անում, ես ստեղ նստած ձեզ նախանձում եմ։ Մեր ազգի համար ամեն ինչը։ Այո, կան չէ լավ շնորհքով երեխեք։ Ինչպես։ Լավ շնորհքով երեխեք կան չէ։ Այո, իհարկե։ Ընկեր Ազատ, իսկ նենց հայտնի ֆուտբոլիստներ տվել եք դուք, որ ձեր մոտ սկսել են։ Այո։ Օրինակով։ Խաչաջան Լևոն, Բարեգամյան Արամիկ, Մուրադյան Սյամա, Դավթյան Տիգրան եւ շատերը 4 անգամ էլ եղել ենք հանրապետության չեմպիոն տարբեր թվերով, էլի 83-ները, 88-երը, 84-երը հանրապետության Մխիթարյանն հաղթել ենք ֆինալում եզրափակիչում Գյունիքի հետ խաղի Բարեգամյան Արամիկն էլ մեր թիմի ավակներ հիմա Ամերիկայում աշխատում։ Հա,
Չեմպիոն ենք դարձել։ Խաչատրյան Լևոնանց հետ էլ 2 տարի եմ եղել հանրապետության չեմպիոն։ Այո, այս հասակի երեխաների Այո, նկատի ունեք, 16, 17, պակալեններով ավարտել են, էլի։ 83-ները ավարտեցին 4-ը ավարտին 8-ը ավարտեցին 94-ը, արդեն Էրեբունիում ենք դարձել B-խմբի չեմպիոն հանրապետության։ Այդպիսի բաներ։ Դուք միշտ Էրեբունիում եք Չէ, ապրել։ երկար տարիներ բարձրագույն խումբել եմ մարզը թիմեր, Վանն ա եղել 92 թվին, Քասախաշտարակը, Այո։ Գորիսը, հետո Գորիսում էլ եք եղել։ այո, ես հանրապետության ռեկորդակիր եմ, երկար տարիներ, 46 տարեկանում վերջին Շիկիգա եմ հավացել բարձրագույն խումբ, 46 մինչև ռեկորդը ինձ է պատկանում, էլի։ Դա ձեր անուն ազգանունը Ազատ Մանգասարյան, 15 տարի։ Ազատ Մանգասարյան, այո։ 15 տարի էլ աղացել եմ Արարատ 73-ի վետերաններից, 15 տարի անի մեջ։ Մի խոսքով ամբողջ կյանքը Այո, ֆուտբոլում։ արդեն 60 տարի է ֆուտբոլի մեջ եմ, որից 50-ը մարշական, մինչև 46 էլ աղացել եմ, մա տարիքս 77 է։ Այ դրա համար սենց սպորտային տեսք ունեք, հələ նայեք։ Ինչքան է տարիքը։ 77, Ահա։ արդեն 8-ի մեջ եմ։ Ես 75 եմ, ինձանից լրիվ երիտասարդ, ոչ փոր կա, ոչ բանկ։ Ես մինչև անգամ բոքս, երկար տարիներ բոքսով եմ պարապ մարզվել, Ահա։ Հակոբ Կոխյանը մեր փոքր ջահելն է եղել։ Ով։ Հակոբ Կոխյանը։ Ահա, այո։ Իրան տարել եմ Բաքվի ժամանակ Ադրբեջանի բացառաշտությունում չեմպիոն եմ բերել։ Այո։ Դրուդ ռեզերվում էինք հետված, որպես Սավակ բռնցքամարտիկ ինձ տվեցին թիմը ներկայացնեմ Ադրբեջանում։ Այո։ Ու այդպես էլ Հակոբ Կոխյանն էլ երկար տարիներ բոքսով եմ մարզվել։ Ընտիրա, իսկ օրինակ սենց միտք, եթե ժողովուրդները պատերազմի տեղը մրցում անցկացնեին, ով հաղթեր, են էլ տարածքը վերցներ կամ ինչ աներ, սպորտային ձևով լուծեին հարցերը, ավելի լավ չէր էլի, կանցնե պատերազմով։ Եղել է, չէ, շախմատ են հաղացել, չէ, թագավորները։ Այո։ Թագավորները շախմատ են հաղացել, պատերազմով կհասնեն։ Այո, դուք էլ հիմա գեներալ կլնեիք, մարշալ կլնեիք։ Ես պետք է դառնալ լավ սպորտսմեն, լավ երեխաներ մեծացնել ազգի համար, Այո։ առողջ երեխաներ։ Էցես 80 թվից արդեն մարշչական գործ եմ, ինչ եմ ասում։ 80 թվից։ Մի րոպե 1980։ Հա, մինչև այդ ակտիվ։ Դե ձեր գործերին հաջողություն շատ հաճելի էր հանդիպումը։ Ձեզ էլ լավ որ դուք Էրեբունին եք։ Ես ինչ արեցիք ես Նուբարաշենին։ Հա, հյուրերին սենց են ընդունում։ Որ հյուրերին, ֆուտբոլիստերին։ Նուբարաշենցիներին, ես 4-0 է, չէ արդեն։ Ինչպես։ 4-0 է արդեն, չէ։ Ինչ անենք սպորտը, կարող է նրանք հաղթեին։ Չէ, կատակ եմ հերկի անում։ Հասկանալի է։ Ստեսին ձեզ, շատ հաճելի էր։ Հաջողություն, շնորհակալություն։ Այսպես հավես կյանք։ Մի հատ էլ ընդմիջում, այ մոռացա հարցնել, քանի հատ ընդմիջում է ալնում։ Հա, պարզվեց 3 տարին են խաղում, ամեն մեկը 30 րոպե։ Գնացի շատ ափսոս, նկարահանումը չլներ կմնայի։ Ինչ լավ մարդիկ են, այ վարդ։ Այսպես հավես կյանքը կա էլի։ Ֆուտբոլիստը ֆուտբոլ է խաղում, բռնցքամարտիկը բռնցքամարտում է։ Գնացի։ Այո, ուժեղ խաղ էր, այ մարդ, ես միջև եկա այս կողմ մի հատ ծախեցի, այ հենց այս րոպեին 6-ով 1 հաշիվը, պատկերացնում եք։ Իդեպ Նուբարաշենցիները մի հատ պենալ ստացան, պենալի իրավունք, ծուր խփեց այդ երեխեն, գոնե 6-ով 2 կլներ։ Ես որ սկզբից նստած էի, լավ
մեքենայից կխոսանք, սեղ քամի է։ Ժալուզին էլ ժամկետից շուտ ընտիր սարքել էին, վերցրեցի, հիմա պետք է գնամ Կոմիտաս, այո, ընդեղ գործ ունեմ, ժալուզին ասեցի մի հատ անեկդոտ հիշեցի, ուրեմն կինը ասում է, Աբրամ ասում է մի հատ վարակույր է պետք է առնել, այդ դիմացի հանրակացարանի ուսանողները կարան նայեն էլի, որ հանվում եմ տենան, ես Աբրամը ասում է, բայց ինչի ավելորդ ծախս անենք ասում է, իրանք որ քեզ տենան ասում է, իրանք վարակույր կառնեն, էլ կարիք չի լինի, սենց, հա, մարզիչները ես որ նստած էի, զրուցում էին, լսում էի, ինչ էին ասում, ասում է, ինչ լավ եղանակ է, մեկը մյուսին, են մյուս ասում է, հա, ընտիր է, մի հատ էլ ասում է, որ լավ անձրև գա, հա, ասում է, անձրևը շատ է պետք, ես սաղ քաղաքը փոշի է մի հատ մաքրի էլի, ասում է, այդ անձրևը, կարծում եմ իրանք, որ երեխաների հետ գործ ունեն, էլի, ավելի լավ են զգում, ինչքան դա կարևոր է, երեխաների տրամադրությունից, այդ վազելուց, հոգնելուց և այլն, էլի, մի խոսքով, պետք է միշտ հիշել, որ կան երեխաներ, որոնք վազում են, ակտիվ են ֆիզիկապես, ուրիշ ձևի են շնչում, ու սենց քաղաք չի կարելի պահել։ Տիգրան մեծով սալանում եմ, ես որտեղ ենք, հա, ես Զավարյան փողոցի հետ խաչմերուկն է, աչ կողմի վրա հենա շուկան եմ տենում, համարի 2 շուկա, Երևանդ Քոչար, Այս կողքի վրա էլ տաշիրն է, նախքին գումը, աչ կողմը, ժողովուրդ, այս կողմ եկա մտքովս անցավ, միգուցե մտնեմ Արտաշի մոտ մի հատ լավ խորոված մատուտ եմ, Կոմիտաս զանգտամ ասեմ կուշանամ մի քիչ ուշ կգամ, ինչ կլինի որ, չէ, երևի տենց էլ անենք, Երևանդ Քոչար փողոց, մեր Բակի Ալիկի ասաց, Բաղրաման, տրի վրի ալապանդեղ փողոց, բայց լավ է, ինչ որտեղ Մյունխենի հին են լուսանկարները, որ նայում ես, հիշացնում եմ մի տեսակ։ Եկեղեցին երևաց։ Հա, բայց ինձ կանգարի հարցն է պետք լուծել, հայր։ Չհասկացա, ես անցարդ են Արտաշնոցը։ Չէ, վերևն է։ Հա, չէ, երկը, եկեղեցին ես դեմ դիմացն է։ Այստեղ գրիվո են մտնում, հա, ես ձախ կողմից Եբ եմ մտնելու չգիտեմ, բայց մտնելու եմ մի օր։ Հա, ես ինչ է, ոչկայա դրե չեմ կարա կանգնեմ։ Մի հատ շեդևր նկարեմ։ Մի հատ էլ սենց լիմանով ջուր վեկալա, հաց ուշիմ։ Ընկերս մի հատ սայտ ուղարկեց, ընդեղ գրացել, որ լիմանով ջուրը շատ օգտակար է, քանի որ ես սիրում եմ հավատացի, որ չսիրեի երկե չէի հավատա։ Պարզվեց այս սոուսը պետք է առանձին զգուշացնես, որ բերեն։ Ես զգուշացրեցի ու բերեցին։ Ես արդեն սկսել եմ, ընդեղ հլը ձեր չեմ տվել,
Միշիշը 5 կտոր էր, երկուսը հազիվ կերա, ես շատ լավներ, կասեմ մի հատ հետս դնեմ, խոսքը սրա մասին է, սովորս էր ոնց էր կոչում, երկու մատից այսքան թափուն եղավ, ընդամենը, դե վերջ մնաց հաշիվն է ցույց տամ ու գնամ, ես իրակե տուն եմ տանելու, սրա հետ միասին, կասեց սրանից էլ դնեմ, տեսիլ շոտնա շոտը ու շադիր նայեք, մի խոսքով 5000 տեսիլ դեպի տուն, այդ ընթացքում էլ լավ դուրս գամ կասեմ այդ ընթացքում ինչեր կատարվեց Են բակում էլ են ֆուտբոլ խաղում Երևանդ Քոչար փողոց վախտին են կողմից եկա Ստեղ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Հա, ինչ կատարվեց այդ ընթացքում Ուրեմն եկավ անձրև մարզիչների ցանկությամբ Աստորեն մարզիչներին մենակ ես չէր, որ հավանեցի, վերևում էլ հավանեցին, դրա համար իրանց ցանկությունը կատարեցին, օդը մաքրեցին, հիմա էլ սենց լավ եղանակա, դե գնացինք Կոմիտաս, հիշում եք ընդեղ գործ ունեմ, գնացինք Երևանդ Քոչար փողոցով, Այս լուսավորված շենքը ներքևը Սասնա, հա, Սասնա, սուպերմարկետն է, հետո ընդեղ անկյունում ֆուդկորտն է, Են մյուս ափում ես փողոցի եկեղեցին, հետո մեր ուկրաինացի հայրենակիցների հոյակապ նվերը, Երևան սկեյթ պարկը, Տենում եք ինչ լուսավոր արև է հեռվում ու ինչ տխուր խցանում է մոտիկում Երևանդ Քոչար Ահա, մենք էլ հասանք արևոտ տեղեր Հիմա ստեղից կգնամ ձախով Սայատնովա փողոցով Ես գնունի վերնիսաժնա դեպի աջ ուղեղել արդեն Ալեք Մանուկյան փողոցնա Ձախի վրա օղակաձև այգինը 21 աստիճան ջերմությունը Օդի մաքրությունն է նայեցի գրեց Խարոշի Հենց որ մարզիչները լավը լոխ լավը Մի րոպե հայր, ես սխալ արեցի, հա, Սայատնովան չի Ինձ խի թվաց Սայատնովա է առնելու Լավ Խանջանով գնամ, հա, հետո կթեքվեմ Սայատնովա շտապեցի Համաձայնվեք բավականին անտաղանդ եմ ես ճանապարհների գործում Ինչ անեմ Մեր կյանքն էլ տես դասավորվեց Այդ մի հատ ընկեր ունեմ նենց ուրախ է ասում Շատ դուրս գալիս է Հիմա էլ օղակաձևը աչից է Ձախից էլ էլի մի հատ անտաղանդ շենք Ոնց որ մեր հիմնարկի կողքը են հյուրանոցը որ տենց էլ կանգնեց Նույնն էլ է շենքն է, շինարարը նույնն է Ինքնասպան է ով այդ մարդը Խանջան Հա, հեսա, Սայատնովան նոր կլնի Մի բան էլ պատմեմ, ուրեմն Կիրակի օրը Մերոնցից մեկը խորհուրդ էր տվել, Մինսկում էր ապրում ինքը Խորհուրդ է տվել, ասում է ապա դիմեք, հիշում եք են Որտեղ էր, Շահումյան հրապարակի մոտ են, նախարարությունների շենքի դիմացը, են որ գնացինք շատրվանները
Վարդանյանների երկող շատրվանները։ Այդ օրը այն ճյուղը, որ ընկավ մեքենայի վրա, մերոնցից մեկը խորհուրդ տվեց, ասեց ապա դիմեք, իրանք պարտավոր են փոխհատուցեն այդ մեքենայի վրայի փոսը, որ սարքեմ էլի։ Կիրակի օրը զանգ տվեցի, ասեցի սենց պատմություն է, ասեցին գիտեք այդ ապան միայն, դե ապան անպայման է, ապա անելը, Սայատնովայով են գնում, ապան անպայման է, ասեցին ապան մենակ, եթե մեքենային է դիպչում էլի, այդ ժամանակը աշխատում, իսկ ձեր դեպքում դա պետքա կասկո, ինչ-որ կասկո կա բացի ապայից, ես չգիտել ճիշտ ասած, ուրեմն կասկոն ասեց, եթե մանրամասն եք ուզում, ձեզ երկու շաբթի զանգ կտան, որտեղ իրանք այսօր չեն աշխատում։ Մի խոսքով, այսօր նոր կապնվեցինք իրար հետ, ու մանրամասն բացատրեց այդ աղջիկը շատ հավեսով, կասկոն ապայի հետ կապ չունի, ապան առանձին է արվում, կասկոն ուրեմն էլ ես իմ երկրաշարժ, էլ կարկուտ, էլ ծառընկնել, էլ հրդե, էլ մեքենան ասենք մենակդ քշում է շուրա գալի, մի խոսքով այդ ամեն ինչը փոխհատուցում են իրանք, ինքը արժի մոտավորապես ինքը հաշվեց իմ մեքենայի համար, ստացվեց մոտավորապես 2 անգամ թանկ էր ապայից, այսինքն 75,000 տարեկան, այդ կասկոն է, դե քանի որ իմ մոտ կասկո չկա, այդ հարցը ջրեցինք, չեղավ այդ պատմությունը, ապոյանն էլ կտրեմ, Սայատնովայով շարունակում ենք սլանալ, ձախից տիկնիկայինը, աչից Խարավոյ общество ոնց է հայերեն, դե ասեք, որոցը, դե ասենք երկչախմբային ընկերություն, հա, դերան էլ կտրենք, ուրևն 5,000 տվեցի, չալաղաս չէ, մատեր էր, հա, 2 օրվա ճաշ ունեցա փաստորեն, Անահիտը դիետայի վրայա, 2 օրվա ճաշ, հաշվում եմ էլի ինքս ինձ համար, 2 օրվա ճաշ, օրը 2,500, մի ամսում 75,000, ուղիղ ստացվում է իմ թոշակը, հենց որ ճիշտ հաշվել են էլի, մարդը օրեկան մի հատ մատ խորոված կարա ուտի այդ պենսիայով։ Ֆրանսիայի հրապարակն էլ կտրենք։ Ինչի է իմը 75,000, որտև 72 թվից աշխատում եմ, ու հետո քանի որ շարունակում եմ աշխատել, տարեկան 1000 դրամ բարձրանում էր, հիմա ոնց որ էլ չի բարձրանում, կանգնացրեցին։ Ճիշտ է, կան օրինակ դատավորները, իրանք ինչ-որ 400,000-ի կողմերն է իրանց թոշակը, բայց դե իմ նման տենց գիտաշխատող, այդ 70,000-ից 75-ից ավել կարծում եմ չկա։ Դե եթե օրեկան մատ ուտես, տանը պատրաստես, ոչ թե Արտաշի մոտ, այդ ավելի էժան կլինի, երևի ջուրն էլ կարաս վճարես, կարող է գազն էլ հերիքի, չէ, գազը դժվար, հոսանքը կարող է հերիքի, գազը դե ձմեռը հաստատ հերիք չի, եթե ջեռուցում ես, այտենց, իսկ որ տեն, ասենք, Արամնարայի նման գնասելը, մի հատ էլ զբոսնես, այդ երազելու բան չի, դրա համար ես աշխատում եմ, ալիք ենք վարում, մի խոսքով, Բաղրամյան պողոտը, ես ինչ եմ մեջտերը տնգել, այքես բան, Բաղրամյան, ես ստորգետնյան օրբելի եմ գնում,
Հետաքրքիր է, ճանապարհին գալիս էի առաջի անգամ երևի ֆինանսական կողմի մասին մտածեցի կյանքիս։ Ու եկա այն եզրակացության, որ եթե աշխատանքս չլներ, ալիքը չի արդարացնում իրան։ Ալիքը լրիվ ուրիշ բաներ է ինձ տալի, աստորեն ոչ ֆինանսական կա իհարկե, բայց եթե հաշվի առնես այդ ժամանակը, որը գնում է, համեմատելու չի։ Այսինքն, եթե աշխատանքս չլներ, Պատրեոնը որոշ չափով օգնում է, ճիշտ է։ Եթե աշխատանքս չլներ, ալիքով չէր ելնի, չէր ստացվի։ Աստորեն աշխատանքը անպայման է։ Ընդ որում դες ժամանակը շատ շուտ է գնում այս նկարահանումների հետ մոնտաժով YouTube դնելով եւ այլն էլի, բայց ընդհանուր գոհ եմ ես շատ ամեն ինչից, նորմալ է, իհարկե այն չի, որ ասենք Արամ Նարայի նման մենք այդ թոշակով գնայինք, ցանկալի կլներ թոշակը շատ լներ ավելի։ Էլ չասած ես ընկերներ ունեմ, որոնք գրեթե մենակ թոշակի վրա են, այդ սոսկալի ծանր է, սոսկալի։ Այդ ուղղակի ֆոկուսնիկա պետք է լինել։ Դե ժամանակ արժանակ տնից ինչ որ մի բան են վաճառում եւ այլն, մի խոսքով այդ թոշակը բանա տխուր պատմություն է։ Հիմա ստեղից կթեքվեմ Քոչար փողոց, թեքվենք Քոչար։ Այ հիմա մտածում եմ, ես կարծում եմ թոշակառուների մեծամասնությանը երեխաներն են սյոտեկի պահում, հոգնում։ Դե դա ինչ-որտեղ արդարացի է իհարկե, բայց դա կառավարության չի նշանակում, որ պետք է արխային նստած լինեն։ Սենց տխուր է թոշակառուն, զուտ այդ փողի վրա մնալը շատ։ Ինչ լավ ակուրատնվի կտրտել են ծառերը, նկատում եք երկու կողմն էլ գեղեցիկ է։ Այս զախիտ շենքը որ կա, նկատում եք ընդեղ աստիճանները դրսից։ Ստեղ մի վաղ շատ կային, այդ չգիտեմ, կարող է նույնիսկ լրիվ արվեստանոցներ էին նկարիչների համար, ստեղ ահագին ծանոթ նկարիչներ կային, որ ստեղ արվեստանոցներ ունեին։ Երևի ես ստեղից թեքվեմ Կոմիտաս։ Ես որ փողոցն է։ Պապազյանն է, հա, ոնց որ թեքվեմ հաստատ կիմանամ։ Չէ, Պապազյանը չի, Վաղարշյանն է։ Նայում եմ հենց այրում Դավիթաշյանի կամուրջն է երևում։ Այսինքն կամուրջին հարակից են բարձր շենքերը։ Վաղարշյան փողոց։ Վաղարշյանից թեքվենք Կոմիտաս։ Հայր, ճիշտն ասած մտածում եմ, ստեղ ահագին շատ է գործերը։ Այդ պարագայում ես նկարելը հաճույքից կվերածվի ինչ-որ վարտականության, իսկ ես այդ չեմ սիրում։ Եկեք ստեղ հրաժեշտ տանք, ես գնամ իմ գործերով, դուք ձեր գործերով, հեսա խաչմերուկը անցնենք, Պապազյանի հետ խաչմերուկն է, լավ մնաք, միշտ առողջ և խաղաղ երկինք։